ձեզ։ Բարև խոսեք այսօրվա ակցիաների վերաբերյալ, գիտեմ, որ քաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ եք իրականացրել։ Այսօրվա ակցիաները, ինչպես տեղյակ եք, ուղղված են Սամվել Կարապետյանի ամիսներ շարունակ ապօրինի անազատության մեջ գտնվելու կապակցությամբ մեր բողոքի ձայնը բարձրացնելու, մեր սատարումը հայտնելու եւ գտնվելով քննչական կոմիտեի դիմաց, հասկանալով, կարևորելով, որ քննչական կոմիտեն պետական կառավարման արդարադատության իրականացման համակարգի կարևորագույն ինստիտուտներից մեկն է, մենք այստեղ բարձրացնում ենք մեր բողոքի ձայնը, մեր խոսքն ենք բարձրացնում, ասելու, որ ուժեղ Հայաստանում, որը շատ շուտով լինելու է Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, չի լինելու ընտրովի արդարադատություն, չի լինելու այնպիսի հանձնարարություններ, որոնք մեր հասարակության մեջ կառաջացնեն նման դժգոհություններ եւ վստահեցնում են, որ ուժեղ Հայաստանում լինելու է ուժեղ արդարադատություն։ Սամվել Կարապետյանը լինելով մեծանուն բարերար, պետության, Հայաստանի Հանրապետության հանդեպ ունեցած մեծագույն իր ավանդը բոլորիս աչքի առաջն է։ Այն կամեցողությունը, այն ներդրումները, այն սատարում է Հայաստանի Հանրապետության, ինչը տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ իրականացվել է Սամվել Կարապետյանի կողմից, բոլորիս աչքի առաջն է։ Եվ այս թիմը եւ բազմաթիվ հայորդիներ Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներից, Սփյուռքի մեր տարբեր գաղթօջախներում, անգամ տարբեր պետությունների ուղղակի քաղաքացիներ իրենց աջակցություն են հայտնում նրա շուտապույտ ազատության համար։ Եվ այսօր մենք, ես ինքս, մեր ընկերների հետ միասին լինելու ենք ժամը 15:30-ին Պիլիսյան խճուղի 3/9 հասցեում գտնվող հակակոռուպցիոն դատարանում մեր խոսքը բարձրացնելու, մեր ձայնը բարձրացնելու Սամվել Կարապետյանի շուտապույտ ազատության համար եւ մեր աջակցությունը հայտնելու ուժեղ առաջնորդի, ուժեղ Հայաստանի, ուժեղ առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Եթե ամեն դեպքում տնային կառույցը Սամվել Կարապետյանի երկարաձգվի, արդյոք ակցիաները շարունակական բնույթ ունենան։ Դուք տեսել եք, որ հենց առաջին իսկ պահից, երբ ապօրինի կալանավորվեց Սամվել Կարապետյանը, գնալով մեր հասարակության բազմաթիվ անդամներ միացան այս պայքարին, միացան այս ակցիաներին եւ ամեն անգամ ավելի շատ, ավելի մեծ թվով քաղաքացիներ են ներկա լինում, ավելի շատ քաղաքացիներ են բարձրացնում իրենց վրդովմունքն ու բողոքի ձայնը այս կապակցությամբ եւ մեր սպասում է իհարկե շուտապույտ ազատումն է եւ Աստված չանի, եթե այդ ապօրինի կալանավորումը շարունակվի, վստահ եղեք, որ ավելի մեծ թափով, ավելի շատ քաղաքացիների մասնակցությամբ ակցիաները շարունակվելու են։ Շնորհակալություն։ Սիրելի ընկերներ, գործընկերներ, շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ այսօր այստեղ եք, մեր գաղափարակիցն եք, ուժեղ Հայաստանի կողքին եք, Սամվել Կարապետյանի կողքին եք։ Շնորհակալություն ենք նաև ձեզ հայտնում, քննչական կոմիտեի աշխատակիցներ, իմացած եղեք, հունիսի 7-ից հետո ունենալու եք միասին ուժեղ Հայաստան, որի վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը։ Ազատություն, ազատություն։ Սիրելի ընկերներ, այսօր 15:30-ին ես եւ իմ ընկերները լինելու ենք Պիլիսյան խճուղի 3/9 հասցեում եւ մեր անվերապահ աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնելու ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ, ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Ուժեղ տնտեսություն, ուժեղ անվտանգություն, ուժեղ առաջնորդ, ուժեղ Հայաստան։ Ազատություն Սամվել Կարապետյանին։ Ազատություն Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալություն։